Քիմիայի օլիմպիադայի մարզային փուլը հաղթահարած 83 աշակերտ ուժերն է չափել հանրապետական փուլում, որն արդեն 6-րդ տարին անցկացվել է Երևանի պետական համալսարանում։ Օլիմպիադան միտված է բացահայտելու ավելի տաղանդավոր, ավելի խելացի ճկուն ուղեղով տեխնոլոգիական եւ պարզ միտք ունեցող սերունդի եւ մեր օլիմպիադայում ունենք երկու փուլ, մեկը տեսական է, մեկը փորձարարական։ Տեսական փուլում աշակերտները քիմիական հավասարումներ են լուծել, գործնականում փորձեր կատարել մայրբուհի ուսումնական լաբորատորիաներում։ Օլիմպիադային մասնակցությունը նաև օգնում է աշակերտներին ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ Մենք ամեն տարի ունենք համ օլիմպիադայի կարգակիրներ, համ մասնակիցներ, որոնք ընդունում են քիմիայի ֆակուլտետ եւ դա շատ ողջունելի է, որովհետեւ եթե քիմիային սիրահարված ես, պետք է քիմիավել շարունակես։ Երկար տարիներ քիմիա առարկայի նկատմամբ հետաքրքրությունը քիչ էր։ Դա պայմանավորված էր աշխատաշուկայում մասնագետների պահանջարկի նվազմամբ եւ ցածր վարձատրությամբ։ Այժմ պատկերն այլ է։ Բազմաթիվ դեպքեր են եղել, ինձ անձամբ զանգարել են մարդիկ, խնդրելով քիմիկներ իրենց մոտ աշխատելու։ Զանգել են պարոն Գալստյան, ասել եմ երկու քիմիկ են ուզում, ասում մեր բոլոր քիմիկները բարձր վարձատրվող աշխատանք ունեն։ Ասեմ բոլորը ովքեր ավարտում են, բարձր վարձատրվող աշխատանք ունեն։ Այսօր մասնավոր սեկտորը, պետական սեկտորը, բիզնեսները մեծ կարիք ունեն լավ որակյալ մասնագետների եւ հատկապես քիմիայի ոլորտում։ Այս տարի 9-րդ եւ 10-րդ դասարանցիները ավելի լավ արդյունքներ են գրանցել, քան ավագ դպրոցականները։ Օլիմպիադայի հանձնաժողովի նախագահի խոսքով արձանագրված ցուցանիշները փաստում են, երիտասարդները սկսել են ավելի շատ սիրել քիմիան եւ այն ընտրել որպես ապագա մասնագիտություն։ Որոշակի քանակի աշակերտներ կան, որոնց ընդհանուր առմամբ այդ դպրոցական կուրսը քիչ է։ Իրանց ինքնաարտահայտվելու համար, ինչ որ ուրիշ բարձունքներ նվաճելու համար իրանց միշտ հրավերներ են պետք, հենց օլիմպիադան այդ է տալիս։ Իրանց ինքնաարտահայտվելու, ավելի շատ ուսումնասիրելու, ավելի շատ հմտություններ ձեռք բերելու։ Քիմիայի հանրապետական օլիմպիադայի 25 հաղթողները ստացան խրախուսական նվերներ եւ գովասանագրեր։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։